եք, հանգիստ եք, ծերեդն են Ուշիկ Մղջյանը։ Ուրեմն այսօր շատ երկու կարևոր նյութի մասին պիտի խոսենք սիրելիներ, որովհետև գիտեմ, որ բոլորիդ շատ հետաքրքիր է այս նյութը, եւ շատեր այս նյութով հետաքրքրված են ավելի շիտակը, եւ ինձի ասին, որ եթե գրնաս օրմա այս նյութի մասին խոսի, շատ ուրախ կնանք։ Ուրեմն երկու տարբեր նյութերու մասին պիտի խոսենք սիրելի ունգընտիրներ։ Առաջին նյութը հետևյալն է, որ երիտասարդուհիներուն կպատկանի, հարցումը ինչ է։ Արդյոք բստիկ տարիքի ամուսնություն անելը ճիշտ է, կամ թե որ սխալ է։ Եթե որ սխալ է, ինչ են պատճառները, եթե մեջը փոքր նույնիսկ ասենք պատճառ մնա, որ ճիշտ է, ինչ է։ Գնահատակորն եկավ, որ ոչին պատասխանը ավելի շատ է, քան թե որ այոին։ Okay, եթե որ կանք, որ պատճառը ինչ է բստիկ տարիքի ամուսնություն անելը ծեր գարձիկովը, վստահ եմ, որ հիմա շատերնիդ ինձ հետ համամիտ պիտի լակ շատերնիդ ոչ, ինչու։ Որովհետև իմ գարձիկս, որ բստիկ տարիքի ամուսնություն անելը սխալ կհամարեմ։ Ինչու համար, որովհետև շատ պատճառ կա ամենաառաջին հերթին, երբ որ երիտասարդումի գսենք, միտքենիդ տրեք, որ 18-ին մինչև 25 տարեկան գսենք որ։ Որովհետև երիտասարդ աղջիկները այդ դարիքին իրենք թե ինքնավստահ չեն լար իրենք իրենց ոտքերուն վրա գեցած չեն լար, իրենք իրենց կարիերը թե շտկած չեն լար, իրենք թե հասուն մտածելակերպ ունեցած չեն լար սիրելիներ։ Անոր համար, երբ որ փոքր դարիքին ամուսնություն գնեն, գիտած եղեք, որ իրենք սխալ որոշում գրնան առնել, մանավանդ այդ դարիքին, քանի որ սենսիտիվ դարիք է եւ չեն գիտեր, որ օրինակ անձը, որ իրենց գանքի ինգերը պիտի ըլլա, ճիշտ անձը պիտի ըլլա։ Երբեմն կան, որ ծնողներ գսեն, օրինակ, պետք է որ աղջիկը կոնե մինչև 25 տարեկան ամուսնացած է, no, that's not right answer, որովհետև 18-ին 25-ը սիրելիներ, ես ասեմ միշտ կգրտնեմ, ամենադեն գսեմ եւ միշտ պիտի ասեմ, ուսանելու դարիք է աղջիկներու, կամ դղոց, այսինքն հիմնարամես դղակը չեն մտածել ամուսնանալ այդ դարիքին, չի գա, շատ քիչ է, գնալ ասեմ միամ 1% կամ 2%։ Ուրեմն աղջիկները ընդհանրապես միշտ գուզեն արագ խոսքա բնան նշանվին ամուսնանան, լավ ինչու գաջավարեք, ինչ է հարցը, այսինքն շատ երբ որ հին մենտալիտետը երբ որ մեր վրա ասելություն ցկած կլա սիրելիներ, հին ժամանակվա մտածելակերպը, ամեն մեկ անձի վրա ասելություն գցեկե եւ ադի իրենց գստիվե որ այսպիսի որոշումներ առնեն։ Բայց երբ որ բստիկ տարիքի ամուսնություն ունեք սիրելիներ, նույն ադենը չի գսկար, որ ինչ դակնավի մեջ եք։ Դարիներ կանցնի, ծեր զույգին հետ երբ որ նույն դունի մեջ կաբրիկ, գսկսի անհամաձայնություններ։ Ինչու հիմա մենք օրինակի համար դիվորսի թիվերը շատացած է։ Ինչ է պատճառը։ Ամենամեծ պատճառը որ անհամաձայնությունն է։ Քեզի գսեն ես ասանցին ինչպես զադացեմ, երբ որ ես ասկանդարի ինչպես գաբրիմ որ իր հետ եւ չգիտա իրեն բնավորությունը։ Ինչու չգիտա մեկ պատճառ, քանի որ փոքր է իր։ Երբ որ դու փոքր դարիքիդ այսպես որոշում դառնես, ինչ կլա քու վրա նեգատիվ ասացություն կմնա, դու չես գիտեր արդեն փորձառություն չունիս, դեր գայնքը ճշգրիտ ծևով չէ շանչնալ։ Երկրորդ պատճառն է դժբախտաբար գնամս է, որ նյութականը գլա, որովհետև ընդհանրապես երիտասարդ աղջիկը գսե ես հանգիստ կային պիտաբրիմ, հարուստ մեկը գուզեմ անել, ամեն մարդ գուզե հարուստ մեկը անել, մեկը թող չսե, որ ես հարստություն չեմ սիրել, մեկը չի գա, որ հարստություն չի սիրել, բայց երբ որ թուն ամուսնության գայնքը նյութականի կգաբես, already թուն ոննեղը ցախողեցար։ Որովհետև like getting married is not an obligation, it's a choice. Այսինքն բանը որ թուն բարդավորի չես, թուն պիտի ընտրես կյանքի ինգերդ, բայց երբ որ թուն հասուն երիտասարդուհի կլաս, խելահաս կլաս, գիտես ճիշտը սխալեն, թուն գզադես քու կյանքի ինգերդ, որովհետև բստիկ տարիքի երբ որ լակն է սիրելիներ, վստահ եղեք, որ ծնողքի աստեցությունն է մեծ կնդա ձեր վրա։ Օրինակի համար ծնողքը գուտա քեզի գսե աս երիտասարդը լավ է, քեզի համար հարմար է։ Ինչպես գիտես, որ ադի կուզավագիտ համար հարմար է։ Հիմա թուն գրնալալ, որ այդպես ամուսնացած ես, գսես ուրախ կային կաբրած, սել չէ, որ աղջիկը դալ գամ, դղա դա նույն հանգրվանին պիտի մտնե, ոչ, մեկը չի գիտեր, գայնքը շատ անագնգաններով լեցուն է սիրելիներ, մեկը չի գիտեր։ Ամենակարևորը, երբ որ մեկը եկեղեցի խորանին արջև, երբ որ այո գսե, they have to know why they are saying yes. Ինչու համար այո գսեն որ։
and for who, որու։ Շատ կարևոր է, երբ որ ես պիտի գիտնամ այդ անձը ինձ համար ճիշտ է կամ սխալ է, ինչպես կգիտնամ։ Հիմա շատեր կա, որ շատ կարճ ժամանակի միջոցի մեջ արագ մտնշավին կամ ուսնանան։ Ասի արդեն թիմի մեկ սխալն է։ Ինչու՞։ Որովհետև ցկեցեք դուք իրար ժամանակ դրամատրեցեք, իրար ջանցեք, ինչպես մեկ իրար գնա ջանչնան, երբ որ նույն շրջանակի մեջ գտեսնե իր վարվելագերբը, իր խոսածելագերբը, կամ մարդոց այդ շփումը, նույնիսկ գներեք ասպարին գերացևը, շատ բաժարներ կա, երբ որ մեկը ինչպես պիտի գիտնա ընտրել իր գանքի ընկերը, իրեն հետ շաղվելով, իրեն հետ խոսելով եւ իրեն հետ օրինակ միտքերը մասնակցելով, գիտեք, ասի շատ կարևոր բան է։ Պիտի տեսնես նույնիսկ ինքը նեգատիվ մտածելակերպ ունի ինչպես reaction կուտա, կամ երբ որ չղայնացած դան է nervous դան է ինչպես պատասխան կուտա։ Ասում շատ կարևոր գեդեն են։ Երբ որ դու 18-ին 25 տարեկան դաս ուր պիտի գիտնաս այս ամենը։ Դու այդ վարիգանը ամեն ինչ աչքի դարձավ վարտակույն կտեսնես, վատ գոմերը չես տեսել, միշտ լավ գոմերը կտեսնես։ Լավ, այդ մադանին երբ որ մեգումը ցախ ցերկը գտրվի սիրելիներ, ասիգա it's a huge responsibility։ Երբ որ դու այդ մադանին պատասխանատվությունը չես կրնար գրել, այդ քայլը բեք չէ որ առնես, which is wrong, սխալ է։ Դու նախ ինքնավստահ պետք է ընդդաս, որ արդյոք այս անձը ինձի համար ճիշտ է, կամ ոչ, ինչպես կգիտնաս, երբ որ հասուն մտածելակերպ ունենաս, երբ որ խելահաս կնդաս, երբ որ գայնքը տեսած կնդաս, experience ունենաս, փորձառություն ունենաս։ 18-ին 25-ը նույնիսկ օրինակ երիտասարդուհիներ կլա, որ հիմա կտեսնեմ երբեմն խնդիրներու մեջ կինան, ինչու, որովհետև ինչ որ կբադահի իրենց նշանածին հետ միասին ասեն կամ ընկերոջը հետ կամ խոսեցյալին հետ, նույնիսկ ամուսինին հետ, գուկան այդեն մինչև ով է իրենց ծնողներուն կբատմեն։ Ասի արդյոք ճիշտ է։ Ասի 100% սխալ է, որովհետև թունք ու անձնական գայնքը քեզի կբատկանի։ Ամեն ինչը երբ որ դու գոկաս ու ծնողքիդ կբատմես, այդեն ով է ուր է քո անձնական անհատականությունը, independent չես ուրեմն դու վախկոտ ես, որ գոկաս որ ընտանիքիդ կբատմես, որ դու երբ որ ինքնավստահ ես դու քեզ մե, կամ գիտես որ օրինակ նույնիսկ որ ասենք հարցի մեջ մնացի սիրած անձի հետ, you can find a way to solve the problem. You can find a solution. You don't need to ask your family. Բեք չէ որ օրինակի համար ընտանիքիդ ասես որ ամա ասան եղավ, ադամ եղավ, ինձ ինչ կխրադեք։ Ընտանիքը բիդիկու երբ որ լսել է որ տուն հարցի մեջ ես բիդներվի հարցեր կբադահի ծեր մեջը։ Անոր համար է որ այնպես շերավ ինչ է ասիկը։ Այո, իմ գազիկովս հիմակվա երասարտին թիվ մեկ պրոբլեմը ուր է զրտություն չունին, զրտչիլ չունին։ Հիմա ես միշտ ասեմ մեկ ընկերուն ունիմ, ասկեց 10 տարի առաջ, դղայմերը որ դեսվեցավ, ամուսնացան միասին 10 տարի առաջ։ Երբ որ ասում ամուսնացանն է, իմ ընկերվիս, նա ճիշտ է կսենք, շատ անուշիկ էր, և շատ թյուրիչամ, շատ հարուստ մարդ գնալ արնել շատ թյուրիչամ։ Բեք չուներ աս դղայլ արելու։ Եվ մանավանդ դղան թրամ չուներ, ինքը երբ որ ամուսնացան, գնամ ասել, որ իմ աչի լսել, 50,000 ուներ, ցերկը բես։ Բայց ասի ինչ երավ, ուզեց, որ աշխարի, ցերքի թերին, էլի կնիկ շատ աշխարեցան դարիներ, ինքը ինչ երավ, որ մեջտեղ կա, այսօր, եղավ, որ ամուսինին, պաղթավեցա ամուսինին դարեգանը շատ պարծր է, ինքնալ շատ պարծր է, այսօր շատ մեզուն ունի միոնե վեր, երեք իրեն ամուսինին բրտեին կացի, աղջիկը ընգերվիս շատ պան եղավ, ըսավ որ նա ինչա պաների ըսավ ուդերեն ուրս կսանք հոս եգանք և երեք ամուսինին 35,000 դոլարի նվեր դվավ, ժամացույց, ռոլեքս դվավ, իրեն համար շատ մարկայ ռոլեքսը, ըսավ հաչորդը բուգատի գուզմարի, ըսավ իրեն համար շատ մեծ պամն է, որ Զերոյին աշխարեցա, նայր ուր հասան այսօր։ Ում պիտի կայ արտենավի։ Հիմակվանները չունին ադիգա։ Դրամը ամեն ինչ է, money is not everything։ Այսինքն, երբ որ մեկը
վիճակով վատ է, ասել չէ որ ինքը վատ անցմն է։ Այո։ Կամ հագարակը ասենք։ Նույնիսկ աշխարհասեր եկելա։ Անշուշտ, երբ որ մեկը ամենակարևորը հասկացողությունն է, հիմա ամուսնությունը երբեմն ասանք կմտածել, նամանավանդ դղամարդիկը հին ժամանակվա, գսեն գինը դունի մեջ ջաշ է մակրությունն է, լվացքն է, բզդիկ մեծն է, that's it։ But ասի չի ամուսնությունը, ամուսնությունը իրար հետ մասնագից դառնալ է like share your happiness, your sadness with your lover, իրեն հետ մասնագից դառնալ ուրախությունը, նեղությունները, իրեն ցավերը բացադրես, նեղությունները բացադրես, դեմը երբ որ երթակ, իրար հետ օրինակ համերաշխ խլակ, մեկը մույսին սիրտը չի գդրե, ասե ամուսնությունը, արժեք դար է իրարու, հարկանք է, սեր, հարկանք, արժեք դար, ասոն ուր մնացին, հիմա այս օրերուց դժբախտաբար 105% կտեսնեմ, որ միան ավելի չէ, դժբախտաբար կսեմ, որ որովհետև ինչ կլա, որ երբ որ շատ փոքր տարիքին որոշում կառնեն ամուսնանալու համար, 10 տարի վեր, 15 տարի վեր, գսկսին որ ասել, ասի ասանք էլ ես ինչու չէի գիտեր, որ այսպես էր, ինչու, քանի որ թուն փորձարու անցմը չէիր, որտեղ մեկը թող չսե ինձի, որ ամուսնանալեն վերջ հայտնի գնե, ամեն ինչ չէ, երբեմն դեպքեր կբադահի, թուն եթե արդուն մեկը լասեն գկիտնաս ինքը ինչպիսի մեկն է,